Հետևորդներ այսօր եկել ենք Բերդիկ գյուղ, ինչպես տեսնում եք ելակները արդեն բալագաններով ծածկված են, հիմա մոտենանք մասնագետներին, տեսնենք ինչու են ծածկել, ինչ անհրաժեշտություն կա նման ծածկ պատրաստելու համար, ինչ տրփություններ կան այս եղանակին ելակը մշակելու հետ կապված, մոտենանք տեսնենք ինչ աշխատանքներ են կատարում։ Ահա, սիրելի հետևորդներ, ինչպես տեսնում եք, բալագաններով մի մասը ծածկել են, մենք հասանք արդեն վերջին հատվածն է։ Հիմա հարցնենք մասնագետին, տեսնենք ինչպես են սա պատրաստում, ինչ անհրաժեշտություն կա սա պատրաստելու։ Բարև ձեզ։ Հիմա ուզում ենք հասկանանք, ինչ անհրաժեշտություն կա, որ այս եղանակին այսպես բալագաններով ծածկում եք։ Ծածկում ենք բույսին առաջ գցենք, բերքը շուտ հասնի։ Շատ լավ։ Ստից էլ իրան փրկենք։ Շատ լավ։ Իսկ ինչ տեսակի ելակ է։ Վաղահաս, ուշահաս, վաղահաս տեսակ է։ Միջահաս տեսակի ելակ է, շատ լավ։ Իսկ բալագանների այս մեթոդը ինչով է ավելի լավ, եթե ասենք ջերմատանը կարելի է անել կամ բաց գրունտում ակրովալակնոյի տակ ծածկել, ինչով է սա ավելի էֆեկտիվ։ Միշտ մշակելու ենք ելակի տակ, էսի արտադրամաս առնելու, այնքան որ հողը չթողենք ազատ մնա, ելակ ենք դրել։ Շատ ծախսեր որ չանենք։ Այսինքն սա սեզոնին նաև բացվելու է, հանվելու են ցելոֆանները նորից։ Հասկանալի։ Միամիս հետ։ Իսկ ելակի բացօթյա մշակումը ինչ բարդություններ ունի ջերմոցային մշակումից, եթե համեմատենք։ Դե բացօթյան անձրև եկած չես կարալու մտնես մեջը բերք հավաքանես, բալականի տակ հանգիստ կարես մտնես։ Այս սեզոնին որևէ սրսկումներ արդեն սկսել եք։ Իհարկե։ Ինձ իմ հետևորդները անդադ հարցնում են եւ խնդրում են, որ ելակի բացօթյա մշակման հետ կապված տեսանյութ նկարեմ, որտեղ շատ մարդիկ հիմա բացօթյա ելակ են դրել, թե ուտելու համար, թե վաճառքի համար, պարզապես մի քանի խորհուրդ, ինչ խորհուրդ կտակ իրենց այս սեզոնին ինչպես մշակել բույսը։ Դե եթե ֆինանսականից չեն եղում, ճիշտ է բալական անելն է։ Ամեն դեպքում բալագան անել։ Իսկ ինչ պարարտանյութեր կարելի է տալ բույսի ստարտը սկսելու համար։ Դե արդեն շատ է իր մեջ, արդեն սնունդներն է տալու, խառը սնունդներ են տալի, 20-20 են տալի, 30-40 են տալի։ Հա, կալիում, ֆոսֆոր, ազոտ, ամեն ինչ տալիս է։ Շատ լավ։ Իսկ որ թմբերն ավելի բարձր են անում, այնտեղ ելակը ավելի արդյունավետ է պտղատվությունը տալիս, թե։ Դա չի կպնում հողին, չի փչանում ելակը։ Այստեղ ոնց որ տեսնում ենք կան հատվածներ, որտեղ ջրի կուտակումներ են, հա, առաջանում։ Սա նույնպես խնդիր կարող է առաջանալ։ Ելակի պտուղների համար խնդիր չի առաջանա։ Մեջտեղը սալոն են փռելու, ինքը հելնելու է նստի սալոնի վրա։ Հա, այսինքն սև պոլիէթիլենի կենտրոնական հատվածով էլ եք սալոն փռելու։ Հա, հետաքրքիր է։ Մենք սալոմով մեկ էքսպերիմենտ արել ենք, բայց ոչ թե ելակների միջակայքը, այլ թմբերի վրա։ Այդպես։ Հա, որպես առաջին աշխատանք գարնան հենց առաջին տերևների մաքրում։ Իսկ տերևների մաքրումը մեխանիկական մաքրում պիտի անեն ձեռքով, թե որևէ սարքով։ Ձեռքով մկրատով մաքրում են աշխատում։ Հաթաթ մաքրվում է։ Գարնանը նաև հնարավոր կլինի նախորդ տարվա բաց մնացած անցքերը, որտեղ որ փչացել են ելակները։ Չեք հանդել ենք, այս մի տարի վերցնում ենք հանդել։ Հա, այսինքն նախորդ տարվանին կոպիտ ասած պաչինկը պերեսատկա չեք անում։ Չէ, ամբողջ քան։ Վերատնկում չի լինելու։ Հասկանալի։ Ելակը առհասարակ քանի տարի կարելի է նույն ելակի քոլը մշակել բաց գրունտում։ 2 տարի։ Այսքանը, շնորհակալություն։ Ցելոֆաների տակը որը շուտ են գրել մի շաբաթ առաջ, սրանից բարձր։ Հա, մեկ շաբաթվա մեջ արդեն տարբերությունը տալիս։ 3 օրվա մեջ։ Իսկ եթե բալագանի տակ եք անում, մոտավորապես դրսի ելակից քանի օր է շուտ ինքը դուրս։ 15 օր։ Հա, 15 օրն արդեն էական տարբերություն կտա։ 15 օրն արդեն մենք կհասնենք իր վերջիներին, դաշտերին են։ Օրինակ Տվին գյուղում շատ հանդիպել եմ հենց այդ ագրովալակնով որ կա, հենց դրա տակ են անում։ Ջերմատանել են անում, վրան փռում են եւ բաց գրունտում են անում, եզրերը հողերով ծածկում են։ Հա, հիմա եթե քոլերը լավ չի, իրանք ագրովալակը փռում են բույսին, որ առաջ գցեն։ Շուտ աճի։ Հիմա սրա տակ պարզապես ելակներն է առանց որևէ ագրովալակների։ Հիմա քոլերը լավ են, աշխատանքը լավ է, հողը հանգստացած հող է։
Իրանք այդ 1000 տարիներ նույն տեղը, նույն գործն անում են։ Սա երբ եք տնկել հողը։ Գարուն է կարել։ Հա, նախորդ գարուն։ Հա։ Հասկանալի։ Գարուն դրել է, այս տարի արդեն ինքը լիարժեք բերքի անստել։ Իսկ բալագանները, որ ծածկում եք, ինչ նրբություններ կա, ոնց եք ծածկում, որ հետո ջերմափոխանակությունը, օդափոխանակությունը հեշտ կարողանա կատարվել։ Հա, այս թելերը որ գցում եք, հետո նորից թելերով հետ եք քաշում։ Իրա կողքերից ամեն մեկից գոնե մի 40 սանտիմ որ բարձրացնեն, 3 տեղից ինքը օդը։ Հա։ Օրինակ Արմավիրի մարզում ես հանդիպել եմ, որ վերևի հատված ներքևից ծալում են, բարձրացնում են մինչև կեսը, ամբողջությամբ օդափոխանակություն է տեղի ունենում։ Այդպես էլ կարելի է, այսինքն։ Հասկանալի։ Քանի հիմա որ մենք ժամանակի մեջ չենք տեղավորվում, մի քանի տեղ կբացենք, իրիկունը կփակեն։ Հասկանալի։ Դե այսքանը շնորհակալ ենք ձեզ։ Ահա, ինչպես տեսնում եք, այսպես են աշխատանքները կատարվում, ձգում են։ Սա արվում է նրա համար, որ քամին չբարձրացնի այդ բալագանները, որտեղ այստեղ քամիներ շատ հաճախ են լինում։ Հիմա սա կանցկացվի արդեն մյուս կողմի վրա։ Այսպես սիրելի հետևորդներ, ամբողջ ընթացքը, ահա, սա է, ինչպես որ ներսի ելակներն են մշակվում, նույն կերպ դրսի ելակներն են, պարզապես պետք է ժամանակին բոլորի պարարտացումն էլ կատարվի։ Տեսեք, այսպես թելերը անպայման ձգեք, ամրացրեք, որպեսզի բալագանները չպարկեն։ Նայեք, եւ դիմացից էլ կենտրոնում մի հատ խորը փոսեկանում կարելի ասել, սյունով ձգում եք, որպեսզի բոլոր կողմերից ինքը լավ ձգվի։ Ահա, այսպես այս նույն մեթոդը նաեւ Ռուսաստանում է կիրառվում, ահա, կարող եք տեսնել, հիմա անցել են մյուս կողմի վրա են անում։ Այսպես զիգզակաձև ամբողջ թելը անցկացնում են բալագանների վրա, կապվում են ներքևի սյուներից, ոտքերից։ Մնացեք, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը, իսկ մենք կհանդիպենք